Մեր մշտական անդամներին, պարոն Աբազյան, Վայ Ղազարյան, Սասուն Խաչատրյան, Հաչելի Մարդ, Անդոյ, Արգիշտ, Սրբի Գալյան նորից բացակայում է, Հարգաժան Ռուզիկ և Հարգաժան Քրիստիկ։ Այդ աշխատակազմը նուրին տեղում նստած։ Так, Ռուզիկ, ներս հրավիրեք այսօրվա մեր հյուրերին։ Պուշկինի դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյան։ Так, ինչպես միշտ, Ղախպի ծնունդ Տիգրան Արձաքանցյան, Խոռոփածին, անցին դե բոզի տղա, կամ ոնց որ ասում են տղա բոզի։ Так, մենք անդրադառնանք Լավրովին։ Այսօր միանգամից ասեմ, որ մի տեսակ յուրահատուկ հաղորդում է, որովհետև որ ասում հաղորդման 60%-ը բաժինը ընկել եկեղեցուն։ Ուստի եկեք հաթաթ հրավիրենք այն հոգևորականներին, Գարեգինն էլ արդեն վերադարձել է Երևան, Մայրաթոր Սուրբ Էջմիածին, եւ հուսով եմ շատ ավելի արդեն ստեղ է, ահա, հաթաթ ներս հրավիրենք։ Եվ այսպես, Գարեգին B, որին ուղեկցում է Ուրին եղբայր Եզրաս, դուք էլ Տիգրան ուր ես եթե մդե, Տիգրան Արձաքանցյանի կողես, բոզի տղու, так, մևաշկյան, աստեղծականության, Արամ Աթեշյան, Թուրքյո, խերգալող, Դադև Սրբազան, Ռումինիայի առաջնորդ, Մևաշկյան, это еще не все. Նուրհան Մանուկյան, Իսրայելի կամ Երուսաղեմի թեմի առաջնորդ, Սևան Ղարիբյան, Բարետ Երեցյան, սա բանը, տեղը բան եղավ, սևավորվավ, սա սենց, Este Եզրասն, Хорошо, если бы բաների պահով, տերտերներին, Դալշը, ստեղ տերտերնիկ, Կողբի Զորամասի հրամանատարը և երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ինչպես նաև Սուրեն Պապիկյան, ընդեղ, Դալշը, Եզրասն ստեղը, Գուրգեն Արսենյան, Սոցապ նախարար, Քավոր խնամին ստեղ երկող, Աբազը տեղում ա, Ռազմական ոստիկանության պետ, Մեպոշկանի Գանդոն, Աշոտ, անազգանոտ չեմ ուզում տամ զզում եմ, անցել Լիլիպուտ Գանդոն, ինչպես նաև Ռվովայի պետ, Գոքոր Թադևոսյան, Անդրանիկ Քոչարյան, ոնց եմ զզվում, որ ասում է, վսա սիմյա в сборе, մնացած չինովնիկները իրենց տեղերում են, ուզեմ անդրադառնամ, սկսենք թեթևակի բողոքներից եւ այլն, նոր կանցնենք առաջ։ Եվ այսպես, Պուշկինի դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյան, ծնողնիկը բողոքում են, տիկին Նատալիա, այնտեղ 7-7, ինչ-որ տես դասարան կա, որը չունի պատմության դասատու։ Մենք մեր նախորդ հաղորդմանը անդրադարձել էինք, նորից ես անդրադառնում եմ Պուշկինի դպրոցին։ Ես չգիտեմ, եթե դուք դասատու ունեք և այս տեղեկությունը, այսպես ասած, դեզինֆորմացիա է, որտեղ չեմ ուզում հավատամ, որ Երևանի սրտում գտնվող ռուս գրող Պուշկինի անվան դպրոցն էլիտար, որտեղ սովորել է նաև Ղախպի տղա Ավինյան Տիգրան, իմիջիայլոց դպրոցի տնօրենն է նաև եղել ձեր մայրը, Մարետա Մաղթաշյան, Ժառանգա բարի անցնում, թե ոնց է անցնում, ես չգիտեմ, դա ես չի տարգրում, բայց պատմության ուսուցչի հարցը լուծել ամենահարատապ ձևով։
ինձ գրել էին 6-ի 7-ը 7-ի 6-ը ինչ որ մեզ գունավոր ձևով է հիմա գնա մեր ժամանակ սովետի ժամանակ Աբազյան կրթական համակարգն ամենալավն էր ճիշտ է կար 7-ի B 6-ի G եւ մարդիկ հասկանում են ինչ էին սովորում 10 տարի հիմա խառնին ժժնին հերը անիցին փրին արևիտակ իրանց արևմտյան արժեքներով ես զգուշացնում եմ Նատալիա Ստեփանյանին պատմության ուսուցչի հարցը լուծել ես չեմ ուզում անդրադառնամ ձեր ընտանեկան բիզնեսին պապանը թե ինչ աշխատում մաման ինչ է աշխատում ավագ դպրոց չգիտեմ քաքի դպրոց եւ այլն մարդկային լեզվով ասում եմ հրատա փետրվար ամսվա մեջ պատմության դասատուի հարցը լուծել եթե չկա պատմության դասատու ծանանդաբերեք ոնց ուզում եք արեք դուք փետրվար մինչև փետրվարի 20-ը պատմության ուսուցչի հարցը լուծեք վերջ դες կուլտուրական ես ասեցի դուք կարող եք կնոկորթել վերջ չամփեք թույլ նախորդ մեր հաղորդման ժամանակ մեզ հացիագրված էր նամակ Մանվել Գրիգորյանի եւ իր տիկիներից մեկի Նազիկի են որ ասում են служебный роман Անդե հարստություն չեն կարում կիսեն, եսիմինչ։ Եթե այս անմիջապես հետո մեզ հետ կապի դուրս եկավ Մանվել Գրիգորյանի որդին, տվեց մեկնաբանություն, բացատրեց, ապացույցներ ներկայացրեց, ասեց, որ ինֆորմացիայի գերակշիռ մասը պարոն Ղուկասյան բողոքը, որ եղել է ձեզ հասցեագրված, իրականության հետ ոչ մի աղերս չունի, Եվ ես հասկացա, որ ստեղ ընտանեկան մելոդրամա է, որ ասում է, մենք թողենք իրանք յուղով թող տապակվեն, ով ում ինչ կանի, ոնց կանի եւ այլն։ Ուստի ես իմ, այսպես ասած, պարտքը համարեցի բարձրաձայնել, որ բողոքը, որը որ հացիագրվել է մեզ, որը որ մենք բարձրաձայնել ենք, իսկ մեր խնդիրը, երբ որ բողոքները գալիս են նամանավանդ անձնական ֆրոնտով, մենք չունենք ոչ մի մարդկային ռեսուրս վազելու անձնական բողոքների հետևից, պարզել մականազիկն է ճիշտ, իա բիզնեսն է խլամ, են են խլամ, գերեզմանի համար փողերը ուրիշներից է հավք է, ես իմի չարի, մե խոսքով մե դեբոշ, մեզ ինձ հասնում էր արձանագրել, չէ, անդո, որ դիմումի գերակշիռ մասը մուտիտի, մենք դա բարձրաձայնում ենք լսել ուղիղ քանի ժամից ավել ես լսել եմ մենակ մի կողմին, այսինքն Մանվելի տղուն։ Անցանք առաջ։ Ըստ հերթականության բողոքներն ավարտինք նոր։ Սկսում է թեժ պահը։ Ստեղ ինչ է։ Հա։ Ժամանակին գոյություն ուներ մի շատ լավ հիմնարկություն, որը կոչվում էր ռազմական ոստիկանություն։ Ես մինչև այսօր խորը հարգանք եմ տածում այդ հիմնարկի նկատմամբ, չնայած ռազմական ոստիկանություն կոչվող հիմնակ ձեռնարկությունը, այդպես կարելի է անվանել, տևական ժամանակը ինչ գտնվում է կոմայի մեջ, այսինքն գոյություն չունի։ Ռազմական ոստիկանության իմ աշխատած 11 տարիների ընթացքում ես միայն հիշում եմ նոստալգիայով, միայն հիշում եմ լավով, անքուն գիշերներ, ճանապարհներ, ավտովթարներ, կոնֆլիկտներ, զինվորի ահազանգով զորամաս հասնելու ճանապարհին, որ ասում եմ, ոչ մազապուրց լինել ավտովթարից, փրկվել, ինչա թե գնում ես, ես իմ ում կյանքը փրկելու մի զինվորի, որի անգամ չես էլ ճանաչում, որին խոշտանգել են, չգիտեմ, ծեծել են, ջարդել են կամ սնունդը վատատեղ հասնեմ։ Եվ ես պիտի ասեմ, որ իմ աշխատած տարիների ժամանակ, ես չեմ հերքում, որ այն ժամանակ չի եղել կոռուպցիա, իհարկե եղել է, կոռուպցիան կա եւ կմնա։ Քանի ես չեմ եկել բայց ամեն ինչը գեղեցիկ էր չափի մեջ։ Վովա կոչեցյալը ռազմական ոստիկանության պետ եղած ժամանակ, այսպես ասած, ավելի նորմալ մարդ էր։ Եվ երբ որ ես կամ, չգիտեմ, Ստեփան Հայկակլներ, Օղորմածիկ Խանձրաձյանը, չնայած Խանձրաձյանը սիրեմ էր մուտի տաներ, ինչ-որ մի բան զեկուցում են և հետո ճշտվում էր, որ իրոք մեր աշխատողը վատն է, իրոք մեր աշխատողը, չգիտեմ, դժովկա է եւ այլն, իրականացվում էին պատժիչ գործողություններ։ Ես հիշում եմ, որ նմանատիպ հարվածի տակ ընկավ Եգանյան Արթուրը, երբ
սեփական աշխատասենյակը վերերացել չգիտեմ ինչի։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ ռազմական ոստիկանության վայի պետ, այսինքն զին ավտոտեսչության պետ Գոքոր Թադևոսյանին, ով ռազմական ոստիկանությունն է տեղափոխվել NVD-ից, Սուրեն Պապիկյան։ Ես հետաքրքրվեցի, ասեցի միգուցե ինֆորմացիան մուտի տա, ես հələ փորձեմ, այսպես ասած, աշխատողներից ճշտել Գոքոր Թադևոսյանի ով լինելը։ Գոքոր Թադևոսյանը ժամանակին աշխատել է պետ ավտոտեսչությունում, Վայ Ղազարյանի հիմնարկ ձեռնարկությունում։ Բազմաթիվ չարաշահումներ, բազմաթիվ բոզի տղություններ, ընդཐուպ ինչ-որ գայի ակտերի, գումարի յուրացում, ես ինչ-որ խուճուճ բաներ, հանի շպրտել են դուրս NVD-ից։ Եղբայրը եւս շիփալել դրական վարկագծով կաշառքի վրա են բռնել, ինչ են արել, որտեղ են բռնել, դա արդեն եղբոր բնախնդիրն է, բայց հիմա աշխատում է ինչ-որ NVD-ում։ Հիմա ընկեր Գոքոր Թադևոսյանը զին ավտոտեսչության պետն է, բանակի, ընկեր Սուրեն Պապիկյան։ Քշմա Էլանտրա 77 պենը մակնիշի մեքենան, լավ, վայի պետա պիտի քշի, բայց ես ուզում եմ հասկանամ, ինչ գործ ունի վայի պետը աշխատանքի ժամին կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակահատվածում զովունիում գործող իր հացի փռում։ Եվ ինչի է զին ավտոտեսչության մեքենաներով զովունուից իր հացի փռից հաց տեղափոխում խանութնի։ Սուրեն Պապիկյան։ Ես հասկանում եմ, որ դու պաշտպանության նախարար ես, հələ ընկել ես զորամասերով մեկ։ Ուզում ես ցույց տաս, որ աշխատում ես, բան չասի։ Զինվորի խետեն ես ուտում, են ես ուտում։ Հայ միջալոց, որ մոտեցար այդ թարմ կերը կերար, զորամասերից բնը մեկունը, ստաց զինվորի գոնել, ասում ես ինչ ես ուտում, են ագարկակակը, ոչմ կարեն, որ բռներ բաներ գրե, կոմենտեր գրե, դե կներեք, որ Սուրեն Պապիկյանը պապարացիով չի գնացել դեպքի վայր, բայմա ոչ չասես, Սուրեն Պապիկյանը դնի նավարիտ բենին, բայմա ոնց հա պապարացիներին կցե, հետևից էլ է գնացե, բան ոչմ ճաշան հացա ուտամ, մթոմ տեսեք, բան չեմ ասում, բայց ես քեզ ինչ ասեցի, ես քեզ ասեցի վերցրու են կերը, են լապը, որը որ գնում է դիրք, են շոք է քաշած խեռ, որ վրեն գրածը, մի հատ հլետի բաց, տես մտարվեք ալար նայիր դրիչ տեղը, բայց չէ, մի նայի դրի տեղը, որպես նախիրար, բաց, լից մի հատ ամանի մեջ, փորձի մեկ սարը ուտել, նյամ, մեկ մի փոքր տակացրա նոր կեր, հլետ ես էդի ուտելու բանա, են տու շոքին, որը որ դու գրգում ես քո բան, զորքին, շեղվանք տևայից, ճապ չրուզիկ, հիմա, Էտա Գոքոր Թադևոսյան, հա դու պարտավոր չես, սաղի մասին տեղեկություն էտ ունենալու, բայց հիմա վեգալում ես հեռախուսը, զանգում ես կողիտ լիլիպուտ բոզի տղում, էվիրից հետո ու հարցանում ես Գոքոր Թադևոսյանի վերաբերյալ, էտ զովունի հացի փուրը, չգիտեմ ես իմ էտ պանայի մեքենաներով հաց տանել բերելը, կապնվում ես հանրարարական ես տալի, ես գաղպեն եղել է ժամանակին էջմիածնին, չգիտեմ վայի պետը, հարցնում ես քանի հոգույա պարտք, թե իր սեփական կոլեկտիվից, նախկին, թե զորամասերի սպայական կազմից, ենթասպայական հրամկազմ եւ այլն մտում երեխու բուժման համար, ես ինչի համար եւ այնքան դիշով կա, որ դաժե հերախոսն է լիսկավորում ուրիշի հաշվին։ Սենց աշխատող, եթե ելներ Ստեփան Հայկը կծծցներ։ Կամ ատներ օր, ես ջոնս, ես բան ոնց ցալեմ, ատենց դիշովքի ոնց ենք պահում։ Մուտի տկաներ կճամփեր կետար։ Տահանտ Ստեփանյան Հայկ։ Չգիտեմ, այդ մարդը ոնց է, լավ չի, ասում են Ամերիկայա։ Դաշը մի կոմենտ թողում, որ ծառայողական մեքենայի մեջ, ձորի մեջ բռնել են սեքս անելուց եւ այլն, ինչ որ ագարկետ էտել անցանք, բան պնե այդ ագարկեքից։ Գլխավոր հովանավոր Անդրանիկ Քոչարյան։ Հիմիկվանից քեզ ասում եմ, երբ որ սկսείς ծծցնել, Անդոնա զանգելու քեզ։ Հենց Անդոն զանգեց, արդեն հասկացի, գլավնի սպոնսոր։ Ասկա մոտդ նշի Սուրեն Պապիկյան, դու ուզում ես, որ ես քո նկատմամբ վերաբերվեմ հարգանքով, չէ։ Բա իմ ուզածը քեզանից ոչ դլոյ, ոչ դոլարնի, չես կարող հենց այս բուզի տողու նման ասես թե խարիր խիցն $1000 փող ուզերա, որ չխաչա։ Ես քո տունը ծծեմ բոզի տղա։
Բավարդ կախի, չարդակի սերունդ, կարագի տտսա։ Չէ, չես կարասիս, ես աշխատանք իմ պահանջում, որպես հանրային ձայն մի հաղորդում, որը նայում են միլիոնի, կրա և սպաղվի, իսկ ինչ վերաբերում այս Գոկոր Թադևոսյանին, հանուն սիքնիր արա, ես քո փոխարեն, այդպես կվարվեի, չնայած ես ուր դուր, դες հələ կվուց չկա, հələ կուլտուրակ անենք խոսում, անցանք առաջ, իմեջալոց, վերաքննիչ դատարանի դատավորն էր, մնացական Հարությունյան, Սերգեյ Մարաբյան և Նիկողոսյան Արսեն, ուրա, դեկտեմբերի 12-ին դուք մի դատով քննիք դուբլիկ ճամփիկ Շմայսիկի գործը, հաճելի մարդ, մինչև այսօր ձեր դատավճիռը չի հասել Բերդ, ամսից ավելո, չի հասել Բերդ, որ այս մարդը վերաքննիչ բողոք տանի, վճռաբեկ բան տանի, բողոք տանի, եթե վաղը չէ մյուս սորը, դատարանը, դատարանի ինչ դատական դեպարտամենտ եք ասեմ, ինչ խռը գլող եք ասեմ, գործը չուղարկեց իր վճիռը, իր ծառայողական պարտականությունը չէ, որ մի ագարկի տղենա ատենստած ձգեմ ու ձգեմ, ձգեմ ու ձգեմ, չմտավ Բերդ, ձեր վճիռը, որ այս մարդը կարանա վճռաբեկ բողոք ուղարկի, ուրեմն մնացական Հարությունյանի և Մարաբյան Սերգեյ Նիկողոսյան Արսենենստուն ես գրգում եմ Շուշան Պետրոս, կանչեք խնդրում եմ Շուշան Պետրոսյանը, այդ կինը տևական ժամանակը չկա, բարև ձեզ տիկին Շուշան Պետրոսյան, համեցեք, ես ես կնկան սիրում եմ, արիստե նստի, զինվորին, չգետե բանկա, չէ, բանկա, երկ կա, նստի, Շուշան ջան, լողացել ես այսօր, երեք, այսօր հələ չէ լողմաս, նստի, Շուշան Պետրոսյանը, մեկ էլ Զիմբաբվեից մի քանի հատ սևամորդ ղրկելու եմ անձամբ ձեր տուն, Շուշան Պետրոսյանը կերկի, մեր սևամորդ աղբերները ձեր նապարին կծասցանեն, հաստ մեծ սևամորդի առնանդամ, կերի մոդըտ, դու, արգիշտ, կերի, արտանագրի, դալշը, զանգահարում թոշակարունդի, մե բողոք, մե գանգատ, մե հիստեջայ, չգիտեմ ինչ որ, այդ մարդկանց թոշակը հայ փոստնալևս չի տալեմ, լսում ես սոցապ, այ ապ, հայ փոստը չի տալեմ, պիտի գնան բանկից տալան, գնամ են բանկ ասմա, չի նստերա, ձեր փողան գնամ են սոցապ, ներողություն հայ փոստա սոցապ, կոմոդ էլ ասմա, տակից բրնել են բանկին փոխանցել ենք, հիմա ես խեշ բիձեկը, բիգոմ տուդա, բիգոմ սուդա, բիգոմ տուդա, բիգոմ սուդա, ես ուզում հասկանամ, 70 տարեկան, 80 տարեկան մարդուն, ինչի առակ, տարակ, ուղիք բանկ, այդ մարդիկ ըսկի բանկոմատին չգիտեն ինչ են ասում են երկթե մարդ, բանկամատին, դու ինչ ես ուզում, որ այդ մարդը, որը որ բանկոմատին ասում է երկթե մարդ, կարա ստանա քարտ կողքի մեջ կնոպկա հավքի, հա, գումար ստանա, ինչն է պատճառը, որ վերջ-վերջո դուք էլի ասենց ասած այդ խեղճ բիձեքին, պարվաներին տարակ կողքիք բանկ, բանը գումարն ուր է, նարեկ, դու ինչի ես, եթե երիտասարդ, բան լինի, ասենք այդ անձնավորություն, աղջիկ թե տղավորը հանվի նստիքի դու բենիդ, էդի կարող է ինչ-որ միտեղ հաճուկ պատճառի, բայց 70 տարեկան տատիներին ու պապիներին, ինչ ես ուզեմ ես այդ խեղճ բանը պապիներին, իրանց թորոմած, հյուծված, հալումաշ եղած ջուջուլով բերեմ նստստեմ քիթու բենիդ, հա? Սոսապ նախարար ես, հլը մի հատ, ասում է զանգը մենք թեժգից, ասում է փոխանցել ենք ու տրուկ են ճլապ տնմա, մի հատ հլը իչի թեժգից ու ծսրա, կապնվի, որ բանկով եք այդ ձեր այդ, չգիտեմ, գրզում կնի երևակայի, որ բանկով եք այդ ռասկրուտկեն անում, ինչ ես ուզեմ ես այդ հայաթում, նամանավան չարբախի,
Զեյթունի ու մեկ էլ Բանգլադեշի պապիներին, որ հայաթը նստած նարդ են խաղում խերոցով, ես դրանց վեկալիմ կրկեմ ձեր տուն, հա? Քո կնիգը սիրում է պապի։ Պարզա։ Եթե ինձ վաղը մի հատ թոշակառու զանգի ասելա, որ գնացել է բանկ, բանկը փողը չի տվել, Աստված էլ բեթարեն ազատին արեք։ Ես հանրային ձայնը որ չլեր, ինչ էի կանելու Աբազյան, հա? Ու գիտես հետաքրքիրը որն է, որ ազգային անվտանգության ծառայություն կոչված հիմնակ ձեռնարկությունը թողել է իր բան ու գործը, տեսես լիքը կոռուպցիոն սխեմաներ, ես հեսա կանդառնա մայրաթորձ ու պես միացնին, ու ընկել ես MVD-ով, MVD-ով մեկ ուզում ես պարզես, որ հիմնակ ձեռնարկությունը աշխատում դոգի հետ։ Մինիստրի հերախոսես գաղտնալսեմ, զամմինիստրների, քննիչների, քննչականի պետերի, դատախազների, էդ ես, բա ինձ ասենք հետաքրքիրա, ով պետք է քեզ գաղտնալսի, հա, Աբազյան։ Քո հիմնարկին ով պետք է գաղտնա, ով է քո հիմնարկից ինֆորմացիա տալմից ու համագործակցը։ Հա? Կամ որ ռաս գնաս խոսք է դրանից ասեմ, հենել ես ընգել ես Արտակ Գալստյանի հետևից 24 ժամ նայում ես ինչա անում այդ մարդը, որ պահին քաքեց, որ պահին թսեց, որ պահին եսին ուր գնաց, ինչի համար Աբազյան, ինչ ես հետևում։ Տիգրան Արձականցյան բոզի տղեն միլիարդավոր դոլարնի, դրամնի եւ այլ դրես բանկերի, ինչի ես հետևում Տիգրան Արձականցյանին։ Մի մարդ, որը անգամ կուսակցությունը այս տարի նոր գրանցվել է, գալը նստում էր Նիկոլիտ հետ։ Հա։ Աբազյան, մեր հարաբերությունները վատ չեն։ Ես չեմ ուզում, որ վատանան։ Եթե ես ֆիքսեցի որևիցե կագեբեիշնիկի 7-ից նամանավանդ ձեր, ու ես կֆիքսեմ, այս եթերից հետո, որ ընգած Արտակ Գալստյանեն պահն, տվյալ աշխատողը, ով որ պահում, ես չասեմ ուրա գալու։ Կա կարմիր գիծ։ Հիմա որ դու վիզ ես դրել, որ ես Վահե Ղազարյանին խեռեմ, քո քարը որն է, Աբազյան։ Կա հաճելի մարդուն խեռեմ, քո քարը որն է, բա քեզ ո պիտի խեռի։ Շատ վատ ես քեզ դրսևորում, շատ վատ, դու պրոստը կակամ ես մեր հարաբերությունների մեջ։ Անվճար երազահան կթակո համար, ես ինչ ակա, ժուչոքներ է իր բեր է դրե, ասի լավ, Աբազնա դրերա, մենք հանդե որ բոզություն ենք անը, որ մի հատ բար քեզ ասեցի, ադդ է թեման անցավ կնաց։ Ոնց որ թե անդուն ավելի լավ աշխատեմ, գիտես, ավելի պարտաճանանչ։ Արշակի հետ կապված խաղեր ես տալը, հիմա դու ես տալն թե անդուն չգիտեմ։ Արշակը, եթե հանկարծ դուրս կա, ես չգիտեմ ոնց, դա կլնի, նու դադախարության վրա ես չեմ բանանա, ոչ եմ կասկածան, ինչ-որ մի ճանապարհով, վայն եկավ ձեզ տալավ, անդո քեզ ու պարոն Աբազյան քեզ, պայմանավորվակ։ Հա, կագրոս, Գուրգեն Արսենյան, ուրա, ստենդապ, այս կուլտուրական դեմքով մարդը, այսօր անում է շատ հետարքիր հայտարարություն, ասում է դուք ուզում եք 120,000 հոգու համար 3 միլիոն հային մեղմ ասած խեռի քաշեք, Գուրգեն Արսենյան, բարև ձեզ։ Ես տևական ժամանակա ձեր անձին չէի անդրադառնում, որովհետև ասում էի լավ դե ինտելիգենտ մարդի, մեկ բլթսնելի, հետո այտենց մարդիկ էին զանգ էին խնդրեմ, որ պարոն Ղուկասյան մեկ աշկ փագե Գուրգեն Արսենյանի վրա, ես իմ միսը պոկելով ասում եմ լավ, հələ համբերեմ տենամ ես մարդու մտքի գիգանտիզմը մինչև ուրա հասնեմ։ Ես այստեղ հիշեցի, երբ որ ձեր հայտարարությունը դուք արեցիք, որ 120,000 հոգու համար 3 միլիոն դուք ուզում եք քարի կոշկեք, կոպիտ ասած, հիմա այն կոմեդի կլաբի ժողովուրդը կվեգալեն, այս հատվածն է կդնեն, ու այն տուն մեջը կդնեն։ Ես ոնց խնդրեմ այդ տղեկին, որ տու մեջը մի դրեք, թողեք թող հանրությունը
իրերը լսի իր բնականոն անունով։ Են երկու են ակտիվ երիտասարդնի։ Անտա տու ոսը բան խփես։ Բան, հոնչա, մորզե, տու չէ։ Ահա։ Հիմա ես հիշեցի մի հատ ադրբեջանցու, չգիտեմ ով էր, քաղաքական գործիչ չէր, խեռի գործիչ չէր, ինչ էր։ Ասեց Բաքվում ապրում էր 350,000-ից 400,000 հայ։ Էլ բանկիր, էլ ուսուցիչ, էլ չգիտեմ, տա այն հավաքարարից մինչև կառավարության, դաժե Ադրբեջանի KGB-ում աշխատում էին հայեր։ Ահա։ Ասում է հայերը 120,000 հոգու համար Ղարաբաղի, հելան 300,000-ի դեմ։ Այն 350,000-ին են բռնին Բաքվից վտարին։ Ես մասնակի համաձայն եմ ադրբեջանցու այդ կարծիքի հետ, որովհետև Ղարաբաղի իշխանությունները եւ Ղարաբաղի ժողովրդի մի մասը չգնահատեց Հայաստանի ժողովրդի արածը, հլմիատ էլ կարյան ասել մենք թուրքի հետ լավ ապրում ենք, դուք քաքի համահանիք, մենք տենց հարևանուներ ենք, բանը Ղարաբաղի փախստականներ, այդ բանը ասել է, ես երեխա հալով լսել եմ, գնա, արգիշտ։ Ահա։ Հիմա ես ուզում եմ հասկանամ նույնը դուք ինչի եք ուզում կրկնել, պարոն Գուրգեն Արսենյան։ Ես ուզում եմ ձեզ հարց տալ, դուք պետական գործիչ եք, տեսեք խոսում եմ դուքով։ Ձեր տղեն բանակ ծառայել է, ոչ։ Ձեր տղեն դարել է պոտենցիալ հանցագործ, խուլիգան, նարկոման, հիմա էլ սարքել ես գիժ, տարեք օգել ես գժանոց, ուզում ես գժանոցով ազատես։ Պետական գործիչ է, դեպուտատ, տեսում ես, բուզիկ։ Տղեն չի ծառայե։ Այն մարդ ում նայում ես, ինչ պետական գործիչ կա, չէ։ Երեխեքը կամ հիվանդ են, կամ գիժ են, կամ նարկոման են։ Հիմա քո պրոթուրքական, կամ չգիտեմ ինչական, որ մենք պետք է բարեկամանանք, մենք պետք է հարևանություն անենք, ծծենք, թքենք թուրքերի հետ իրար երես։ Թուրքը ուզում է ծծի ու թքի քո երես։ Չէ, թուրքը շատ կուզենա քեզ ծծցնի։ Բայց թուրքը երբեք չուզենա հայի հետ բարեկամություն անել։ Նամանավանդ Ադրբեջան, Թուրքիայի հասարակքաղաքացին չեմ հերքում, կարող է, այո, գնում ես առդ տուրես անում ես, ես անում եմ, գալում ես։ Բայց Ադրբեջանը երբեք համաձայն չի ձեզ հետ, հայերի հետ խաղաղ, մի այն որ ասում է հայաթի շամպես յոլա գնալ։ Իսկ լու չէ, նո։ Եվ ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ դուք հանդիսանալով FSB-ի կամ KGB-ի ավելի շուտ, որովհետև ձեր արմատներն ավելի խորքից են գալի։ KGB-ի ռեզիդենտ, բարից ամենաբուն իմաստով, պարոն Աբազյան, խնդրեմ, իսկ ինչ քարոզարշավ եք տանում։ Այն որ ինչ լուստրացիա էին անում, ինչ քաքս էին անում, այդտենց է դրա հերթը չհասավ։ Խնդրեմ, Գարեգին, կոլեգա տա, ռեզիդենտ էլ է սա, սերտրոցիկավոր բոզի տղեն։ Եվ բալա հետարքին է, որ ամբողջ համացանցը ծծցնում էր Լավրովին։ Ոչ եմ ծծցնում է լավ անում, ես պատ չասեցի։ Բայց մի պա, այմար ես լսում եմ Լավրովի ելույթը, որն ասում եմ, որ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանը։ Դա։ Չգիտեմ 90 քանի թվից ուզում ենք տանկ առնենք, հետ տանկ եւ այլն, ոչ մի բան տեղի չունեցավ, վերջ Ադրբեջանը հելավ հարցակվավ, եկավ սախ վեգալավ։ Ու հայերը գրլում են Լավրովին, նույնց եմ ասում, լավ են անում, հեսա մենք էլ կգրլենք։ Բայց ես ուզում եմ մի հատ հարց տամ, ինչի այդ նույն գրլողները չեն գրլում նույն 91-92 թվից սկսած հայաստանյան իշխանություններին, Լևոն, Սերժիկ, Ռոբիկ եւ Նիկոլ։ Հələ այն թվերին, երբ որ Ղարաբաղի ժողովուրդը անցկացրեց հանրաքվե եւ ուզեցավ միանալ Հայաստանին։ Հայաստանի այդ դաժե դիմումն եկավ, հասավ Հայաստանի ազգային ժողովին, ժամանակ գերագույն խորհուրդն ինչ քերը գալով են։ Ատե։ Կարդացին, մարդացին, ինչ արին, ճղին գցին միակ, կրած կորով։ Չէ, հանրաքվե լավ։ Ասին եվրոպական դիտորդնի հանրաքվեի ժամանակ չեն եղել։ Դու եվրոպական դիտորդներով եք որոշում ձեր ազգի ապագան։
Ոչ Ռոբիկը, ոչ Սերժիկը, ոչ Լևոնը вообще, ասում է, ինչ կա չկա, հաղթել եք տվեք, սաղ տվեք։ Աշխարհը չի ընդունում։ Մինչև օրս, այդ թվում նաև այս բոզի տղա, Նիկոլը, այդպես է չճանաչեցին, Արցախը կամ անկախ, կամ Հայաստանի մաս, մինչև այսօր, որ ասում են Արցախ Հայաստան է և վերջ, բայց եթե դուք ձեր մեջ չեք կողնորոշվում, Արցախը Հայաստան է, Արցախը մարզ է, թե ինքնավար մարզ է, թե ինքնավար երկիր է, դուք Լավրովից ինչ եք ուզում, ծուրը նստեք դուզը խոսը, ռուսերեն դիտավորյալ չեմ խոսը, որ և այլն, մեկ մենոցով հասկանանք։ Սերժ ամեն անգամ հլնում էր հենց Ադրբեջանը թպորտում էր քարոզիա պատերազմ եւ ասում էր ես կճանաչեմ Արցախի անկախություն, բախ չճանաչեցիր։ Այս ագարքի տղեն գնաց հասավանդը Արցախը Հայաստան է ու վերջ։ Այսօր ասում եմ ես գործ չունեմ։ Իհարկե ցրեք ռուսնափագե ոնց ուզում է թողանի։ Մարդոց պետք չհասկանում։ Ու համար էլ միշտ հարցեղ է։ Ինչի Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեն չճանաչվեց։ Ինչ եվրոպական դիտորդն է։ Հիմա ասում են Լավրով բոզի տղա, Լավրով ցմա բոզի տղա, մեր բանը բոզի տղեկը, էդ ուր մնացին։ Ինչ վերաբերում է Գուրգեն Արսենյանին, սրանից հետո հայտարարություն անելուց ընկեր Գուրգեն Արսենյան, մի փոքր մտածեք ինչ եք ասում։ Ադրբեջանը չունի 3 միլիոնանոց բանակ, ոչ էլ 1 միլիոնանոց, ոչ էլ 500 հազարանոց, ոչ էլ 200 հազարանոց, ոչ էլ 120 հազարանոց։ Ու եթե գա պահը, երբ որ պիտի տաս մահու կյանքի կռիվ, այո պիտի տաս։ Այլ ոչ թե ասես, այն 120 հազարին կոտորեք, այս 3 միլիոն թոմենա։ Ձեր ասածը բոզի տղություն ամ։ Եթե պետք է պատերազմ, պիտի լինի պատերազմ, բայց քանի որ դուք չունեք բանակ, այսինքն բանակը ավիրիկ, բերիք հասերիք ավելի վատ վիճակի մեջ, քան 93-4 թվերին էր, չունեք ոչ մի դաշնակից, բլագադարած էր արտաքին քաղաքականությանը, ոչ ռուս, ոչ ամերիկացի, ոչ եվրոպացի, նորմալ դաշնակից չունես, էլ Հունաստան, Պարսկաստան, դրանց հետ էլ ես դաժե բաներ անում այսինց, ռևերանսներ, այս է քո վիճակն դելու։ Քանի որ գնում են խոսք բանակից, Կողբի Զորամաս, Պապիկյան, մոտդ նշի, առաջի գումարտակ երկրորդ վաշտի հրամանատար կապիտան Նարեկ Պետրոսյան, երեք բարձրացել են մարտական դիրքեր, բողոքը մեն ծնողնիքը, զորքին ծեծմա, ջարդմա, քրֆմա, նու ոչն քրֆելը լավ անում քրֆմա, առանց քֆուր բանակ չի լինի, դա մշակույթի նախարարություն չի, ով ասում է բանակում քրֆում են, բանակում պիտի քրֆեն, որովհետև այս ազգը այդ լեզունը հասկանում։ Վերջացավ։ Իսկ ինչ վերաբերվում է բեսպրիդել ծեծին ու ջարդին, եթե այս ինֆորմացիան ճիշտ է, տեղի ռազմական ոստիկանության պետին ողջ անձնակազմին Պապիկյան ծսցնեմ ես, եթե չէ, իրանք են ծսցնում քեզ։ Նարեկ Պետրոսյան, կապիտան, զբաղվեք։ Ես մի պա Էլինորից հիշեմ իմ բանակային տարիները, քանի որ գնաց խոսք բանակից, մի օր երբ որ Վազգեն Սարգսյանը եկավ 98 թիվներ, եկավ Կրասնի, ընդեղ բանով եկավ վերտալոտով, իջավ Կարմիրի գունդ, հրամանատարը այդ ժամանակ Սիմոնյան Կամոն էր, կորպուսի հրամանատարը Էնրիկո Ապրիամով, ինձ մոտեցավ մեր Զամպալիտ Բադեյանը, հրաչի քիսիկի օրմեն, ասաց դոք, կեմի բանա խնդրեմ, ասա Բադեյան ջան, ասաց կյաղի մակա այսօր դու էտ հոզ գյուղ, ասաց էտ հեմ գյուղի չոնեմ, նու մի անգամից ասեմ, արդեն աղմուկ է, որ բան Վազգենը պիտի գա Արդանիշ ու վերևի ցուցում էին տվել, ու դոգին Զորամասից լիկվիդացնել, որ հանգարց դոգն ու Վազգեն իրար չհանդիպեն։ Ասեց համ գյուղի չունեմ։ Ասեց я увольнение ակուցամ, ասի բադիա, ես երբ եմ увольнениով հենց գնացել գյուղ։ Ես ուզի գնացել եմ։ Ասի, եթե դու չես ուզում ես Երևան, կլի ես այդ համ ճաշորան։
Քաջ իմանալով, որ Վազգենը անպայման մտնելու է ճոշորան։ Ասես խո, ասել լավ, ես հետեմ եմ ճոշորան արոտ։ Սո, գնաց։ Ու միջև իմ արդեն որ պիտի, այդ զրույցի ընթացքում Զորամասի Արտանեշի գումարտակի վրայով անցավ Վազգեն Սարգսյանի ուղաթիռը գնաց ուղիղ Կարճախբյուր, բայց ինքը մեջը չէր։ Ու ես հիշում եմ այդ պահին, որ լեյտենանտ Բադայանը ազնագազմին տվեց զգաստ հրամանը։ Ասում եմ Բադայան վերտալոտի մեջ չէ Վազգեն լսում։ Այդ տիպի կար վախի սինդրոմ սպայական կազմի մեջ, որ վերտալոտն անգամ օդի մեջ տենալով չես տեն տալի ու ոչ մի կայնում էին։ Այդպիսին էր Վազգենը։ Եվ եկալ էլ ասել առանց քֆուր բանակ բացառվում է հայերի մոտ, նամանավանդ, ու ցանկացած ազգի մոտ։ Просто պայտակ հիշեցի, լեյտենանտ Բադայան։ Ուրա, ահա, ազնագազմի խաթարվող Բոզի տղա կամ տղա բոզի Տիգրան Արզականցյան, Վոտիկանի ագարկի ծնունդ։ Ուրեմն ամբողջ ազգին իր նման դաունի տեղ դրած այս ղախպի տղան, ինչպես նաև իր գլխավոր հովանավոր Նիկոլ Փաշինյան, ազգին որոշել էին դնել էշի տեղ, ոնց ուզեն ֆրցնել։ Քաղաքական գործիչ, կուսակցության ղեկավար 2022 թվին Մատ խնդրում եմ հետաքրնող լրագրողներին, հեսա կանադառնանք սիվիլներ եւ այլն, հանեք տեսեք Տիգրան Արզականցյանը քանի անգամ հանդիպե Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ մեկն ու մեկը թո հարց տա Նիկոլ Փաշինյանին կամ էս տգետ բոզի տղուն, եթե կարա խոսա, որպես ինչ ես դու գնաց հետ մարդու հետ հանդիպման, կամ որպես ինչ է քեզ ընդունել։ Այն ասում է, մենք ինչ պայմանավորվել ենք, էտա Նիկոլ անմո։ Ասում է, ես բարեգործություններ եմ արել, ինչ ես դու արել, շամպես խաչեմա, լավ մարդկանց վիրավորեմա, ինչ բարեգործություն ես արել, բոզի տղա, հանում ենք Տիգրան Արզականցյան հիմնադրամ, բարեգործական, ամեն ինչ տեսել էինք, բայց բոզի տղու անունով, ոնց որ ասում են անլավա գյոթը, բարեգործական իմ հիմնադրամ չենք տեսել։ Մարդը սնանկա, մարդը փող չունի, բայց ինքը բարեգործությունն է անում։ Խնդրում եմ թղթերը տեղադրել Telegram կանալ։ 2017 թիվ 0 դրամ։ 2018 թիվ 0 դրամ։ 2019 թիվ 0 դրամ։ 2020 թիվ 0 դրամ, 2021 թիվ 137 միլիոն դրամի բարեգործություն։ Եվ 2022 թվականի հաշվետվության մեջ, չգիտես խի, չի երևում 15.16 միլիոն դոլար, որ Տիգրան Արզականցյանն արերա բանակի համար։ Ուրա։ Խնդրեմ հաշվետվությունները դրեք, որպեսզի հետո մի ինչ-որ տգետ իշը բռնի զանգի, ասի, «Ատե շի սենցա»։ Չհաշված են խայտառակությունը, որ գլխամաս կուսակցության, այսպես ասած, շտաբը կենտրոնական գրացված էր Արցախի մեկ հասցեում։ Գնացինք տեսանք, Արցախի մեկ բացի, այնտեղ Վարսավյանոց կար, գեղեցկության սրահ կա, չգիտեմ, հիվանդանոցա, պոլիկլինիկայա, բուժկենտրոն կա, ամեն ինչ կար։ Բայց չգիտեմ ես ինչ խրգալող կուսակցության գլխավոր շտաբ, այդպես էլ մենք ընդ չգտանք։ Ոչ է գտանք Էրեբունու քպականների ղախպի տղեկի հավաքատեղին։ Խնդրեմ։ Ու այս պոռնիկի վաստակը Տիգրան Արզականցյան, ես որոշել եմ այսօր քեզ ղրգեմ գյոթի։ Դու են օրը այդպես ֆիզկուլտ էիր անում, մի հատ տղա դրել է սինթեզատորով կուլիկ նվագամա, դու էլ տեպը պարում էիր, ինչ էր անում, հələ միջնում էիր։ Շարժումներդ էրոտիկ էին։ Ուստի այդ շարժումներով այսօր դու ծսնում ես Կարպիսին, այն նույն լրագրողին, որը որ քեզ բերել էր, ինչպես նաև ծսնում ես Նարեկ Գալստյանին իր ողջ նավարով։ Էթը մեզ իրանց տուն, ու տենց իրանք պարկում են քյոտակ, ոսոր դու պարկել են դիվան ու պոլ է, ֆիզկուլ պրիվետ էր։ Այա տենց, քո այդ քավառա զնգուլակներ,
Էտա քիթու բերեքին դմբլը Ուս բաղում ես հետները նրանից դու էտա իտալական մաչո չէ այ իտալական մաչո տես ես քեզ լավ տեղ եմ տանում բոզի տղա այդ իտալական ծսնում ես Նարե Գալստյանի նավարի եւ ծսնում ես ես չգիտեմ ում ուզում ես կուզես Այն կնկանել ամանեկնես էլուրից անգելա, դրա կնիկ մեղք, և անդրան բան մի ասեք, ես իշեցի մի հատ հատնի անեկդոտ, երբ որ ես դուն բան են տլիտ հարց են տալի, ասում են ռուսերեն գիտես, ասում հա, ասում նապաստակին ինչ են ասում, ասում զայեց, ասում նապաստակի ձակին ինչ են ասում, ես դուն են հարցերում, ասում որ անդրան բան մի ասեք, գիտի մեղքո, այդ Նարե Գալստյանի ոչմ կնիկը, էդի մեղքո, էդ կնիկը թորստի կողի վրա են, մնացած ով ունի հերա մերա քուրախ մերա եւ ալն Այդ նույն պրոցեդուրով ծծնում ես Կարպիսներ հետը, կարպիսներ թոքես Ես գրել էի ռինետ, մարդիկ ասում են ռինետ չի Ռիմին գայիս ոչ մետ հետանցքա լզում Այ մարդ մեր համար բանա ռինետ է, վերջացավ Մարդան Ղուկասյանի բառապաշարով հետանցքա լզումը կոչում է ռինետ Դու կլի ռիմինգ, ռիմինգ ող չի Այդ նոց է Սուշան, դու գիտես, չգիտես Աղջի բա դու ինչ գիտես Դու քոտնողու մասին դաժը չես մտածում Ռուզիկ, կոֆեդի Էլա, կարպիսնել թովայելի քո հետանցքը, բայց բեյնով Դավայ, սիք տերեղից Վարակ Դերել է մարդ կանց վրցնում ասում ես բարեգործակար հիմնադրամ ունեմ Խտրեմ հաշվետվությունները 0,0000 Մենակ 137 միլիոն դրամ Էդ ինչի վրա է ծախսես է չգիտեմ Ոնց է կոֆեն Բանլիս պեսոգլից Հենա դրացան դե էլի վեկալ Վա Ալանամատ վեղեցի արգա Ես ինչ թևի բանելավ կնի գելավեսի Ուտի նստի Ուր այն սիվիլնետ Երեք Էտո համել համացանց Տարածվավ Վերջապես տարածվավ Արարատ Միրզոյանի տունն Սիվիլնետն գոցելա Կադաստրից խաներա Հելիկոպտեր օթանելա Տունն նկարելա Ապլաուզ Բաց մի հատ բան չի արելա Սիվիլնետ սկզնախպյուրը որնա Են որ ձեզնից որ մեկը մի հատող վեկալ եմ գրեմ Վարքյանական գրեմ եք Գողություն մի արեք նշեք սկզբ նախպյուր տես ես վեկալա քո գրած նյութը նույնությամբ դրեցի Վարդան Ղուկասյանի երկու էջերի վրեն պրոֆիլ ստրանիցա Ինչի չես նշել ով քեզ դրթեց ստիպեց հրեց որ դու գնացիր դա արեցիր հա Վարդան Օսկանյան ասում եմ արիշ խեռելով արիշ Բան չասի, սկզնախպյուր նուրի, ինչի չէր նշել, որ Վարդան Ղուկասյանի բացայտումով տուդա, մի հատ էլ իմա սաղ, համացած, էլող, չելող, սաղ ասում են, ահա Արարատ Միրզոյանի տունը, իրո, բա մինչև է չգիտեք, Նայեցի գները, հողամաս 951 քառակուսի մետր, Տունը 288 քառակուսի մետր, մարդ, որը ելի ապրում էր մի սենյակում, ավտոտնակ 6 քառակուսի, 61 քառակուսի մետր և օժանդակ շինություն 81 քառակուսի մետր։ Արարատ Միրզոյան, դարե կապիտալիստ, բան չասի։ Ուրա իստոչնիկը նյութի, իստոչնիկը Վարդան Ղուկասյան, գրած չի։ Հա, բան արեց հաստատեց գներա 280,000 դոլարով։ Ну, ինձ թվում է տան գինը իջեցվածա, я так думаю։ Այնտեղ բանը մարդիկ բա ոնց սենց ընես դեզդեն, ну, այն որ ասում է իդիոտ ու պարզա, ոչ մի վարկ, մարկ գոյություն չունի, բանկը այո կարող է նախ իրավունք ունի ոնց ինձ բացատրեցի նախարարին գնա նման ռիսկի եւ նման բարձր գումարով տունը
հաշվի չնստի նախարարի աշխատավարձի հետ ու տա։ Վաղ եմայ ասենք մի 5 օրից կամ մի տարուց նախարարին կհանեն, թե չեն հանի, դա նախարարին չի հուզում եւ առավել եւս բանկին չի հուզում։ Փողը կորավ, չկորավ։ Այսինքն ռիսկային գործոնը Գրզոյի բանկինն է։ Դեմից ուրիշ բանկ ա եղել, հետո տեղափոխել է Գրզոյի մոտ, երևի փոխարենը մեր Արարատ Միրզոյանը Գրզոյի աղբրտիկին տվել է դիվանագիտական ազնագիր, կամ էլ ինչ-որ մի բան, չէ, Արարատ։ Գրզոն էլ հաճույքով համաձայնվել է։ Ես ուզում եմ Արարատ Միրզոյանին հարց տամ։ Արարատ Միրզոյան, խեղի ծայր, Լոս Անջելեսի հյուպատոսն ուր է։ Այ մարդ, ես հենց այս Ամերիկայի այդ անունը ոչմ տալիս եմ, սկսվում է հարցերի տեղատարավ, մեռան գրելով։ Պարոն Ղուկասյան, մեկ հատ խնդրում եմ ասեք, ինչ թար խտրել քաղաքական ապաստարան, դուք ո՞նց եք դիմե։ Դե արի բացատրի։ Հարգելի ժողովուրդ, Վարդան Ղուկասյանը ոչ մի երկրից քաղաքական ապաստարան չի խնդրել։ Ես ձևերը չգիտեմ։ Վարդան Ղուկասյանը, ասած ասած, այստեղ, այնտեղ ամեն օր, մի օր Ամերիկայ, մի օր Կանադայ, մի օր Մեքսիկայ, մի օր Ֆրանսիայ եւ այլն, ունի ազատ տեղաշարժելու իրավունք։ Վիզեկը խփացի, լրիվ նամուսովի, ուր ուզել է թալի, ուր ուզել մնալի։ Մնացած, ես ինչ գիտեմ, ապաստարան ոնց են ուզում, այնի կան փաստաբաններ, խնդրեմ վարձեք, ճշտեք, բարձեք։ Մենք այդ հարցերով չենք զբաղվում։ Այս ամերիկահայությունը լսելի, որ Վարդան Ղուկասյան իգալի է, թալի, ամերիկյան խարցերով Վարդան Ղուկասյան բռնաբարելի։ Հիմա էլ ասում են, պարոն Ղուկասյան, Լոս Անջելեսը չունի հյուպատոս։ Հիմա ես ուզում եմ քեզ հարցնեմ, այ լաբորատորիայի առարկայական ապակի, էդի գիտես որն է, Արարատ, էդի սենց մեհատ երկատ, շուշի ոչմ կտորը, այսակյան տեսել ես, ով են բան են կսեմ։ Դրա վրա կարա քսվի արյուն, դրա վրա կարա քսվի խորխ, եւ դրա վրա կարա քսվի սեռական օրգաններից հավաքած մասա։ Քսում են, դնում են տակն ու նայում են։ Հիմա ես ինչի Լոս Անջելեսը տարուց ավելա չունի հյուպատոս։ Լոս Անջելեսի հայություն քրիստիգին նշանակի հյուպատոս, եթե մարդ չես գտնում։ Աստծու հետ կապնել օնլայն։ Ցելի Լոս Անջելես կամ Հայաստանում կամ այնտեղ, ասում է Արման Բաբաջանյանն էին ուզում նշանակեին, տեղի հայությունը ծսրեց։ Արման Բաբաջանյանը հիմա մուտիլոշիկ բոզի տղուր։ Հուր։ Ինչի չկա։ Փոխտվող չկա։ Արաբետ։ Խնդրեմ։ Նստած, սիրուն, գեղեցիկ աղջիկ, նշանակի։ Հյուպատոս։ Եթե չունես կադր։ Հավալով տուն առնում։ Մի հատ էլ ասում է, թե մորթարել է հիպոթեկով, հակակոռուպցիոն կոմիտե, ոչ մի բան չի կարող ասի։ Հիպոթեկա։ Դաշոց։ Բայց վեկալեց հաշվես, այս մարդու աշխատավարձը թույլ տալիս է, այս տունը մարել։ Անգանում ես բանի մեջ, ոչ շոկի մեջ, տոկոսներով, իհարկե թույլ չի տալի։ Բայց արերա։ Վայա Ղազարյան, մենք օպերատիվ ճանապարհով նորից ձեր հիմնարկությունն ենք ուղարկել համապատասխան ահազանգ։ Թմրանյութերի հետ կապված, հանրային ձայնը ուշի ուշով հետևելու է։ Ինչ է լինելու այդ օպերատիվ տեղեկատվության վերջը։ Քո աշխատողների միջոցով, մի քանի հոգով մենք տվել ենք ինֆոն։ Որպեսզի կոնկրետ գործողություն կատարվի։ Ես ուշադիր հետևելու եմ, կատարվելու է, թե ոչ։ Բրծով։ Չէ, հա։ Սարժենք և ասնենք ամենահետաքրքիր մեր թեմային։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ու այսպես տխուր հոթարապերում Գարեգին welcome։ Նախ հադրության մեջ լիքն են մարդիկ, որոնք որ իրոք հավատացյալ են, ես ոչ մի բան չունեմ այդ մարդկանց նկատմամբ, հավատում են, թող հավատան։ Եվ ծանր են տանում, երբ որ Վարդան Ղուկասյանը անդրադառնում է եկեղեցուն։ Ես ուզում եմ նախ եւս մեկ անգամ մտցնենք հստակեցում,
Վարդան Ղուկասյանը չի անդրադառնում այդ պատերին ու այդ խաչին, որը տնկացած է շենքի գլխին։ Ես անդրադառնում եմ այդ պատերի ներսում գործնեություն ծավալող սև շորեր եւ սև տրուսիկ հակած անձանց։ Իմիջալոց Գարեգինի նկարը ղրգել էին Սամալոտի այդ թեմա դեպի Սամալոտ։ Հիմա օրեր առաջ օրեր էր Աշկովը սնգավ մի անձնավորություն ում Մոսկվայում ծեծի են ենթարկել ոմն խաչատուր մուրուքով տղա է հավատացյալ է ասու է հավատում լավանում բայց չի հավատում սրանց չի հավատում եզրասին ես ստեղ նշել եմ որ 2016 թվականից սկսած այս երիտասարդը ասել ու այս մարդը մասնակցում է նոր Հայաստան շարժմանը որը որ պահանջում է ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը մասնակցում են ու ոչ մի բանի չեն հասնում որովհետև կուլտուրական է մասնակցում ամեն կիրակի ես ուղղակի բարերն եմ նշել մոտ եկեղեցական որովհետև ես հեռու եմ դրանից ամեն կիրակի ասում եմ այս խաչատուր տղեն այդ հիմա ինչ հաղորդություն ստանալու ասում եմ դի որն է ասում եմ որ քակ դնում բերանը նույնիսկ չա մասունք հիմա եկելի կասեն ված բան ասեց այդ որ դնում բերանը ուրա Անդեղ, ու բանում Մոսկվայում այդ եկեղեցում Էդել եմ գրել հիշատակության պատարագի ժամանակ բան են անում աղոթում են Գարեգինի առողջության համար այ մարդը չկոր ոչ ոք դժվար էս բարերը կապցնել իրար էս եկեղեցական ոչ մի երկար տարիներ Գարեգին ապրի չգիտեմ դες լավ բաներ են ասում Եկնային գրասենյակ լսի, Գարեգինի կյանք երկարացնի։ Չլեն չիման ավակ չի։ Բարզա։ Քրիստիկն էլ ասում է կերել են, եթե հանկարծ կերկարացնի, եկնային գրասենյակ ապրես։ Հիմա ու ասում է ամեն այդ բանը պատարագի ժամանակ երբ որ այնտեղ ինչ է, հիշատակության պատարագի ժամանակ հնչում է Գարեգինի անուն, այս մեր խաչատուր աղբեր դեմքով թեքվում է դեպի արևմուտք։ Չորտես բան կա, որը որ դա այդ անում են ժամանակ, երբ որ հնչում է սատանայի անուն, արևմուտք արևել կա։ Ուրեմն Կիրակի 3 բան Կիրակի գնում ենք հետ։ Ուրեմն այն մի Կիրակին, այսինքն 3 Կիրակի հետ, գալիս է եկեղեցի, եզրասը բանը մարդ ուղարկը, սրանք ոչ մի ծեծում են։ Երկրորդի ժամանակ չեն թողում Այսինքն երկրորդի ժամանակ, երկրորդ Կիրակի ժամանակ հարցակում ալում մեքենայի վրա, երրորդի ժամանակ մոտենում են, ինչ որ համոզում են, ինչ են անում, վեկալում տանում են եկեղեցու հետևի շուտ այգի կա, այգում հարցակվում են վրեն, այս խեշ մարդուն ծեծում են, մուրուքն են թրաշում, ինչ են անում, մաշիկով էտան կանում, բան վեկալում են։ Սա եկեղեցու ձեռի գործ, այսինքն Ռուսաստանի թեմի առաջնորդ եզրած կոչվող Բոզի տղեն ոտքի ով որ եկեղեցու հետևում բացել է կարի ֆաբրիկան էլ ղեկավարում է մի հատ կնիկ որի անուն Եվա որը որ հանդիսանում է եզրասի հետ կուկուլալատում ամբար ղեկավարել կարի ֆաբրիկա ըլնելով հոգևորական պոպոզավոր Բոզի տղա Մարդ ծեծել տալի։ Ասենց բան անելի քաղաքական գործիչներ եւ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ, բայց ոչ անել նաեւ եզրաս։ Մանը տավո որ եզրասն Բոզի, ես մենք գիտենք, չէ՞, գիտես ինչ եզրաս։ Աֆիցերը մլիցեն, հա, գողական աշխարհի պանյատով Բոզի։ Ահա Որովհետև մենք բռնում ենք գողական աշխարհին։ Ճիշտ է։ Բայց հոգևորականը կամ ընդեղով կայել չի կարա լինի բոզ։ Դու հոգևորական, քո բոզությունը մենակ տելի Աստծու հետ։ Դու պիտի Աստծուն ինֆորմացիա տաս, այս ընկերու միջոցով։ Բայց մենք բոլորս հիշում ենք, երբ որ ժողովուրդը հելը լսվել էին փողոց, չէ, ու պահանջում էին Սերժիկ Բիզինդիշ, Նիկոլ Յատար, մի քանի հոգի ջայլեր եկել էին նաև, ատե, քո կոոպերատիվի մոտ էին միտինգ անում։ Ու դու եկար զանգիր Մոսկով, Բիլիսեկին, ասիր եկեք տարեք, ի պրիշոլ Վարանյոկ,
Ուղարկին տարա 60 քանի հոգու ենթարկեցին տարբեր տիպի պատասխանատվության։ Վարչական, քերական, որոշակի մարդիկ են որոշակի ժամանակով ազատազրկվեցին։ Քո մի զանգի պատճառով, որովհետև դու բոզ ես։ Մեծատարով, սելազգեստ բոզ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս մարդը, այս խաչատուրա, խաչիկա, չի սիրեմ քո ղախպիտաղա աղբորը։ Հելել են կուլտուրական, ինչ էր կոչվում, նոր Հայաստան շարժում, նամուսով եկեք պահանջենք կաթողիկոսի հրաժարական։ Այս բարերով եկել են ձեր դեմ, ասում են հրաժարական։ Դուք ինչ պիտի ասես, գավազանը ստացես, առնքես հրաժարական ու լավ կանես։ Որովհետև երբ որ ինտելիգենտ մասա է, դրանց вообще սիկտերատ հոյթա։ Բայց երբ որ Վարդան Ղուկասյանի նման սեռական արշավանք սկսեին ձեր վրեն, դուք սես բան չի կանին։ Ես տեսա այդ մարդու դեմքը, ես թրաշ պաս, խելոք, մեր հարևան ջանոն։ Բայց հարցից տեղ երևույթն ուրիշ է։ Տեսեր, մարդ ծեծելի տալի, ուր հասնելի, հələ էտի մի կոմ, եսի մեկ բոզի տողություն։ Հերթով կարգով։ Բոլոր հոգևորականները նամանավանդ կուսակրում, բոլորի գրանցման վայրը, այդ թվում նաև են պնայի ղախպեն, տալիս է մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Այդ է դրանց գրանցում։ Ասում են չի։ Ասում են որ մեռնեն, այդ սաղ կարողություն մնա եկեղեցուն։ Հանկարծ ուրիշի չհասնի, քահանաներին, բաներին, սաղին պարտադրում են։ Ով կուսակրոնը գրանցել եկեղեցու վրա։ Հիմա հարց։ Գարեգին, քո կուսակրոն կոչված աղբերը պետոֆիլ, եկեղեցու վրա գրանցված է թե ոչ։ Լավ, հիմա ես դիմում եմ հոգևորականներին, ընկեր հոգևորականներ, որ այսքան զանգը մեկ ընձի բողոքում եք, լավ եք անում, բայց դուք այդ հարցը Գարեգինին տվել եք, անձամբ Գարեգինի պասպորտի մեջ գրանցված է, որ իա գրանցման վայրը մայրաթոր Սուրբ Էջմիածին կամ սրա բոզի տղա աղբոր։ Մարդիկ ընիկ ունի, երեխա ունի, էսել ունի, սաղել ունեն։ Դալշը, մեզ եկել է մի հատ նամակ ուզում եմ ընթերցել։ Ղրգել են տերտերնի։ Այ, գեժանոց, ամեն ինչ կպատկերացնեի, բայց որ գալու է մի օր, որ ես դառնամ, այսպես ասած, իտոք տվող հոգևորականների և եկեղեցու միջև, այդ ես չի սպասում։ Ահա, հա, ստեղ հեսա, տված է, դաժ այդ անձնագիրն են ուղարկել, Սարգսյան Արտակ Խաչատուրի, էդի այդ բանը պնայի հոգևորականն է, ծնված 84 թիվ, Հայաստանի Հանրապետություն, ում կողմից տված 049, ես ես ասա կխտրեմ տեղադրել Telegram, այլ ոչ թե բան, YouTube ոչ բանը բլոկել, գրանցվել է քաղաք Էջմիածին մայր աթոռ 13-12-2012 թվականին, մի րոպե ես սա ղրգեմ մեր admin-ին թո դնի YouTube, ներողություն Telegram, նոր ասենք առաջ, որ հետո չասեն լակտիսութա, այդպես բան չկա, դե տնետ չեն գրանցված։ Ուրա, այստեղ են ուրա։ Խտրեմ, ահա, մենք ուղարկեցինք անձնագիրը, դերեք իմինը Telegram, այդ հետևի գրանցման վայրը, ընչի են տերտերներ գրանցվում մայրաթոր, էդի մեկ։ Անցնենք առաջ։ Եթե նկատեցիք, անձնագրի մեջ փաստացի գրանցված է մայրաթոր, քաղաք Էջմիածին, ասեն, որ գրեթե բոլոր եկեղեցականները ստիպողաբար փաստացի գրանցվել են մայր աթոռում։ Դա արել է Գարեգին բն, որպեսզի ընտրությունների ժամանակ նախիրի պես գնան ու բոլորը միաձայն ընտրեն ում որ կհրամայի Գարեգին բն։ Կապ չունի եկեղեցականները որտեղ են ապրում, ԱՄՆ-ում թե Հայաստանում, մեկը հայկական անձնագրում գրանցված են մայր աթոռ։ Հետո որ Գարեգինը կարողանա կոնտրոլ անի եկեղեցականերին որևէ գործարք օրինակ վարկ վերցնել, մայր աթոռը գալիս է նամակ, արք ու վաճառք, մայր աթոռ տուշ, տուգանք եւ այլն։ Դա մենք հասկացանք։ Հիմա մյուս հոգեվորականն է գրը։ Հարգելի պարոն Ղուկասյան, դեպքեր 1978 թվականից սովետական շրջանի եկեղեցին գտնվում էր KGB-ի հսկողության տակ։ Սա միջալոց վերաբերում է Պարքև Սրբազանին։ Կանչեք թողա։ Համեցեք,
Պարքև Սրբազան, խնդրեմ նստեք, այս նամակը ձեր մասին է։ Так, մենք հիմա բանակարդում ենք հոգևորականների դիմումը։ Հարգելի պարոն Ղուկասյան, դեպքեր 1978 թվականին սովետական շրջանի եկեղեցին գտնվում էր KGB-ի հսկողության տակ։ Բոլոր հոգևորականները պարտավոր էին համագործակցելու։ Հոգևորական էին դառնում ճեմարան սովորողները, բայց կային, որ KGB-ն էր բերում, դրանցից մեկը Պարքևն էր, ով դասախոս էր Բրյուսովում, առաջացած տարիքում, երիտասարդ տարիքում երևի, չգիտեմ, նա ճեմարանական չէ, նրան մայր աթոռ է բերել KGB-ի փոխգնդապետ Սերգեյ Հարությունյանը, ով հսկում էր եկեղեցին, Ղարաբաղցի։ KGB-ի նպատակն էր Պարքևին պատրաստել կաթողիկոս Վազգեն առաջինից հետո։ Մինչև ճեմարան գալը նա եղել է KGB-ի գործակալ, ով հսկում էր Բրյուսովը, հավանաբար սպայի կոչումով։ Պարքևը առանց կրոնական ծիսական գիտելիքների առաջ մղվեց Վազգեն կաթողիկոսի կողմից։ Խեղճ ստիպել են։ Գործուղվեց Մոսկվա վերամշակվելու, վերադարձավ նշանակվեց Սուրբ Ռեպսիմե վանքի վանահայր, որը դարձել էր հարսանիքների կենտրոն շնորհիվ Մասիս վարդապետի։ Ղարաբաղյան շարժման ժամանակ նա նշանակվեց Արցախի առաջնորդ հեղինակություն դարձնելու նպատակով։ Թեժ կռիվների ժամանակ նա փախչում էր Երևան, հանգիստ ժամանակ վերադառնում Արցախ։ Քահանաները չէին կարողանում գտնել նրան։ Երևանում անշուշտ զբաղված էր պոռնկությամբ եւ մութ գործերով։ Պոռնկության բառը գերուց հետո մեջ եկել են ներողություն, կուլտուրական տերտերա։ Սովետի փլուզումից հետո կաթողիկոս դառնալու ծրագիրը ընկավ ջուրը։ Գարեգինը նվիրված ծառայելով KGB-ին դարձել էր արարատյան թեմի առաջնորդ։ Տասնյակ տարիներ նա Լուիս Սիմոն Մանուկյանի հետ զբաղված էր պոռնկությամբ, գլգլիստ։ Ես պատկերացնում եմ, ինչ թարես դու գլգլե արել Լուիս Սիմոն քո լեզուն տենալի, ոտերի տակից ջրեր նետալի։ Վատապատ։ Անցնենք առաջ։ Գրպանում ուներ հազարավոր դոլարնի։ Արտերկրից եկած օգությունը վաճառում էր Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի շենքի բնակիչներից մեկի հետ։ Ճիշտ է, անձապատից իմերը բանար է։ Ապրանքը պահված էր այդ մարդու գետնահարկում։ Հիշում եմ, ես երեխայի։ Գարեգին կաթողիկոսի մայից հետո Գարեգին Վազգեն Սարգսյանին կաշառելով 15-ից 30 միլիոն դոլար դառնում է կաթողիկոս։ Պարքև ստիպված էր մտնել Գարեգինի հետույքը։ Գարեգինը շատ լավ տեղյակ էր այս մասին։ Պարքևը անհավատ է, մորուքը ձևական է, նա կեղծ հավատացյալ է, նա ԱՄՆ-ում ապրում է իր աղջիկների հետ։ Մեծ գումար է տեղափոխել ԱՄՆ, իսկ Գարեգինի եւ Եզրասի մասին կարելի է հատորներ գրել, իբրև այլասերվածներ։ Նրանց պետք է կարգալույց անել եկեղեցու կանոնները խախտելու համար։ Երկուսն էլ ամուսնացած են, դա պետք է անի Արամ կաթողիկոսը Երուսաղեմի Պոլսո պատրիարքարանի հետ միասին։ Սա էլ պետ ռեգիստրից, ինչ որ տեղեկություններ են մեզ ուղարկել, մենք դա տեղադրեցինք եւ այլն։ Սա ուղղակի մեկ նամակ հավատացյալներից հասցեագրված, այսինքն ներողություն, հոգևորականներից հասցեագրված Վարդան Ղուկասյանին, հանրային ձայն հաղորդաշար։ Սա մեկ։ Մենք ստեղ նշումներ ենք արել։ Մենք ունենք վանք, որը կոչվում է Դադիվանք։ Այս պայմանությամբ գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Հանձնենք, դա էլ հանձնենք։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, ինչպես մեզ ահազանգում են հոգևորականնի, Դադիվանքը պահում են ռուս զինվորականները։ Սակայն Դադիվանքում կան հայ հոգևորականներ, որոնք որ իրենց ծառայությունն են մատուցում առ Աստված։ Եվ Դադիվանք, ինչպես ինձ ահազանգեցին հոգևորականնի, աքսորվում են Բարեզբունի իմաստով այն քահանաները, այն հոգևորականները, որոնք այս կամ այն չափով ձեռ չեն տալիս Գարեգինին։ Ինձ բացատրեցին, որ հոգևորականները Դադիվանք են հասնում ռուս զինվորականների ուղեկցությամբ, մնում են այնտեղ մի տարի, անլույս, անջուր, անլողանալ, շատ վատ սոցիալական պայմաններում։ Եվ Գարեգինը այնտեղ ուղարկում է կոնկրետ այս կամ այն հոգևորականներին, որոնք ձեռ չեն տալիս կամ իրեն, կամ իր եղբորը։ Աքսորը տևում է 1 տարի։ Ես հետաքրքրվեցի, ինչ աշխատավարձ են ստանում այդ հոգևորականները իրենց
այսպես ասած ծառայության դիմաց։ Ուրիշ բան է, երբ որ հոգևորականը ծառայում է կամ իր գործունեությունն է ծավալում, ասենք Սուրբ Սարգիսու պերսպեկտիվեն, եւ ուրիշ բան է, երբ որ իր ծառայությունը ծառայում մի վանքում, որտեղ չկա ոչ ինտերնետ, ոչ ջուր, ոչ լույս, ոչ մի բան, այս շրջափակման մեջ դրսում թուրքն է, ինքը ներսում է ու մեկ էլ ռուզին, որի խեռը։ Ուրիշ ոչ մի բան ինքը չի տենում։ Ինձ թիվը ասեցի, ես չեմ ուզում հավատամ, նո պետք է ասեմ, որ 100,000 դրամ անգամ չի կազմում։ 80,000 դրամ աշխատավարձ է ստանում հոգևորականը։ Եվ դա այն դեպքում, երբ որ մայրաթոր Սուրբ Էջմիածինը տիրապետում է միլիոնների, եթե ոչ միլիարդների։ Հիմա կասեն լկտի սուտա։ Աբազան, այս թևը վերաբերվում է քեզ։ Մևորք։ Աբազան դու հավատացալ ես։ Չէ, ես չէ։ Բայց չլինելով հավատացալ, պատիվ եմ ունեցել 2 անգամ այցելել Իսրայել։ Չերես Եգիպտոս, այդ ավելի էժանա, քեզ խորհուրդ կտամ։ Պուտովկա ես վեկալամ Եգիպտոս, Շարմ Շեյխ։ Այնտեղ որ գնաս, այնտեղ էտա տուրիստնի ներողություն, գիտեր կան։ Մոտենամ են տուրիստերին, չամրվում են, բան են առաջարկում, տուրեր, Իսրայել եւ ես որ թիվներ, 2012 թիվներ, ինչքան էր, $150, $250, ինչ էր, տանում էին ավտոբուսով բերում էին։ Վարդան Ղուկասյանն որոշեց մեկնել Իսրայել։ Ասել է գնամ տենամ, իդ ինչ հավատքի երկիր է։ Հələ դաժե ավտոբուսի մեջ էլ հայեր կային, մարդուկին էին, իրանք ինձ նկարել էին։ Են Յասեր Արաֆատի բանով, կապիշոնով, հələ էլ բան եմ արել, որ դրել եմ շատ շուտ ստեղ, Facebook։ Հելանք եկան կազանք ավտոբուսով, ավտոբուսը կայնում է եգիպտական կողմի վրա, ժողովրդին իջեցնում են, անցկացնում են իսրայելական կողմ, եգիպտական ոչ մի բան են կողմ չի անցնում։ Նստում ես կուլտուրական էլի իսրայելական ավտոբուս, այնտեղ էլ արդեն լրիվ ուրիշ գիտ, այս կողմի գիտին ասում ես, ֆու, դու այս կողմ չես անցնում, նստում ես ու սաղ գիշեր եթում ես, հասնում ես Երուսաղեմ, հա, Երուսաղեմ, Սելա պլաչ, այդ որ պատը վեկալեմ ու լացում են։ Գնացի մտա, տեսա, զինվորականների հետ շփվա, նկարվա, կա այդ ամեն ինչ։ Տեսանք բան, այնտեղ մեր գիտը ասեց, հետ ուզում ենք գնանք բան, Երուսաղեմ, ասի իհարկե ուզում ենք։ Ես ուզում եմ Երուսաղեմը տենամ։ Տեսանք այդ գերեզման Հիսուսի, եւ այլն մարդիկ բան գնում են, պրտվում են եւ այլն։ Շարժվեցինք Երուսաղեմ, ճանապարհին այդ մարդ ասեց, քանի որ մենք մտնում ենք Երուսաղեմ, Պալեստինա, ես գիտ չեմ ալևս, վզից են բանը հարից եկան նստամ մեր մեջ, մտում ինքը տուրիստի։ Ես էլ գնացի նստա այդ իա տեղը վալորթի կողը, մտում գիտե ես եմ, իմ հայ դեմքով ու մտանք Երուսաղեմ, Պալեստինա։ Մտանք, մեզ տարան ցույց տվեցին հայկական հողեր, հայկական տարածքներ, հայկական դրոշ տեսա, վաու։ Եվ այլն փաստորեն եկեղեցին այնտեղ ունի հողեր, բավականին մեծ հողեր։ Տեսանք պրծանք, հետո բերին ընդ բան էին ծախում գլխաշոր, $5, $7 եւ այլն, ես առա ամենաթանկը 10 քանի դոլար տվեցի այդ բան գլխաշորին, որը որ շատ հետաքրքիր sense բան էր, էլի մատերիալ էր, աբազան, ասեմ է։ Այդ է գլխիս, նստա ավտոբուս ու հետ ենք դառնան։ Եկանք հասանք իսրայելական ասիկան Երուսաղեմի բանը ոչ պոստը, շլագբաունը բարձրացին բանը Պալեստինցի զինվորը ինձ ոչ տեսավ այդ բանով ծուլախացավ, չեմ ասկի այդ ուրախանամ, հələ չեմ ջոգեմ։ Մտանք Իսրայելի տարածք, ես էս արեցի, ավտոմատ Իսրայելի զինվորը չես տվեց, շոֆերը ընկնավորավացեց, իսրայելский солдат չես տայոտ Յասերու Արաֆատու թարգմանին, եկակ մտանք այդտեղ, հետ նորից։ Բան։ Աունիչով։ Որտեղ այդ պատը գտնվում աբազան։ Երուսաղեմից ոչ մետեղ։ Հա։ Ինչ ասեմ այնտեղ իսրայելական զինվորներն տեսան, կապիտան Դեղնան կանաչան վրես ավտոմատ պահին եւ այլն։ Ես չի հասկանում ինչն է պատճառը։ Մոտենում են, տենում են բանը հայկական ազնագիր, ասում են գնա լավ։ Ու հետո երբ որ արդեն եկանք անցանք Եգիպտոսի կողմ, այտենց այդ շորով, նույն շորով մտա եգիպտական կողմ, ու սա եգիպտացիք սկսին ծապ տալ ինձ։ Այն մարդ ես չեմ հասկանում ինչ է նշանակում։ Ինչեն ինձ ծապ տալը։ Հետո ինձ բացատին ասին դու հակել ես Յասեր Արաֆատի գլխաշորը։ Էդի ոնց որ մտնես Ադրբեջան, Ղարաբաղի դրոշով։ Նույն բանն է։ Ասիկա ես շուտ լինի չզարգացեցին դեռ կոնֆլիկտ։
Ու հետո հասկացա, հայ մարդը չեն ինձ արաբները սիրում, հրյաները զզվում։ Ինչևից է։ Ես տեսա այդ հողերը, ինչից հեռվից եկա։ Բավականին մեծ հողեր, հասկացան։ Ու ինձ երեք զեկուցեցին, պատմեցին, նկարագրեցին, որ հայկական հողերը, որոնք որ գտնվում են Պաղեստինի տարածքում, Երուսաղեմ, հայկական եկեղեցին հանելա վաճառքի եւ վաճառելա։ Հրյա բիզնեսմենի Ավստրալիայից։ Այս թեման շոշափվել է մամուլում։ Բայց ինձ է շոշափել, որ անց է գնացել է, ոչ մեկ չի հիշում։ Ուրեմն ինձ բացատրեցին, որ Երուսաղեմի 5 թաղամաս գոյություն ունի հայկական, պատրիարխատ հայկական դրա տիրապետության տակ, որը կոչվում է Կովերուն Պարտես, այսինքն Կովերի Պարտես, Սիոն լեռան վրա։ Եկել է ավստրալիացի փաստորեն մի հատ բիզնեսմեն, ազգությամբ հրյա, որն ասել է, ես այդ հողերն ուզում եմ առնեմ, վարձակալեմ։ 98 տարով հայկական եկեղեցին Նուրհան Մանուկյան կոչված Բոզի տղեն, ահանա խնդրեմ, վերցրել է ուրա Սևան Ղարիբյանի եւ Բարեթ Երեցյանի հետ միասին 2021 թվականի սեպտեմբեր ամսին մեկ գրիչի ստորագրությամբ հսկայական հողատարածք հանձնել է հրյա բիզնեսմենին Ավստրալիայից, որը այդտեղ պետք է կառուցի 5 տոլի 7 աստղանի հյուրանոց 98 տարով։ Բայց մաքսիմում ինքը կարող էր տալ մինչև 45 տարի։ Ես հետաքրքրվեցի, իսկ ինչ արժեին այդ հողերը, որը որ տրվել է վարձակալության։ Հողերի արժեքը տատանվում է ուշադրություն 27-ից 40 միլիարդ դոլար։ Մենք գիտենք, որ Իսրայելը ամենաթանկ երկիրն է, իսկ առավել եւս Երուսաղեմ, որտեղ քալել է Հիսուս Քրիստոս, բաբշե 1 մետր հողով կարող ես Երևանում գցես մի ցելի բնակելի շենք։ Ահա։ Եվ 27-ից 40 միլիարդ դոլար կրկնում եմ։ Եկեղեցու եկամուտը տարեկան կազմելու է մինչև 200 միլիոն դոլար։ Այստեղ ոչ մի թվի խախտում չկա, 200 միլիոն դոլարով։ Հիմա ես ուզում եմ հասկանամ Գարեգին ասախ Պաղեստինը քեզ ծածացնի։ Դու ու քո այսպես կոչված Նուրհան Մանուկյանը։ Է որ ասում է ինչ իրավունքով, ինչի համար, ոնց, ինչ համար դուք վերցրել եք հողերը եւ վաճառել եք ավստրալիացի բիզնեսմենին 98 տարով։ 98 տարի աղջկա հանրապետական հիվանդանոցում ծսանի սախ կոլեկտիվը։ Բոզի տաղա։ Ով էր ասում, որ Վարդան Ղուկասյանը հակաքրիստոնյա է, նա վիրավորում է խաչը։ Հիմա Վարդան Ղուկասյանին դնեիր, կտրտեիր, Վարդան Ղուկասյանը տես հրաման չես տորագրի, ես իմ հողերը խեմ ծախում։ Հələ հարցա 98 տարի այդ հողը հետ կգա, թե խույվ ռոտ։ Սա ինչ է նշանակում։ Հա, սա տպվել է, գիտենք, մամուլն անդրադարձել է, եվրոպական մամուլն այդ անդրադարձ է, ինչ էր կոչվում էսի, Կովերում, ինչ? Կովերում Պարտեզ։ Կովերում Պարտեզում Շուշան Պետրոսյանը ծածանից ես, քեզ, ես, բոզի տղուն, էլով կաստ է, Աթեշան Արամին, Եզրասին, Տադև Սրբազանին, Բարեթ Երեցյանին, Սևան Ղարիբյանին։ Քրիստիկն էլ հանի ու շռի վերեկատ նապորով։ Կովերում Պարտեզ։ Հիմա ես ուզում եմ այն հավատացյալները, որոնք Վարդան Ղուկասյանն են կռլան։ Հիմա Վարդան Ղուկասյանն է վատ մարդ, անհավատ, թե հավատացյալ բոզի տղեկը տեր, որոնք բռնել են եկեղեցու հողերը ծախել են մի հրյա գանդոնի։ Հա? Աբազյան։ Դու չգինաս։ Դальше, это еще не все։ Բանից պարզվում է, մենք ունենք նաև Ռումինիայում հայկական եկեղեցի։ Գրաֆ Դրակուլա։ Ռումինիայի եկեղեցու ձեռագիր մատյաննիկ
Ինչպես նաև Ռուսաստանում գտնվող հայկական եկեղեցում պապող մատենագրեր, ձեռագրեր, մագաղատներ, ես իմիշ բան, չեմ ուզում ուրիշ բան ասեմ։ Ինչպես նաև Մայրաթոր Սուրբ Էշմիածնի պատվալներում գտնվող ձեռագիր մատյաններն, որտեղ են վաճառվում պարոն Աբազյան։ Աբազյանս լուռա, հաճելի մարդ, որովհետև Աբազյանը փոխանակ զբաղվի նմանատիպ գործերով, ուզում ատենը արտագալստանը ենթաշռը։ Վաճառվում են Լոնդոնում։ Սոթ, մի րոպե, ինչ է սարանը, Սոթհեփս աճուրդով։ Աճուրդի տեղը Լոնդոն, որը կոչվում է Սոթհեփս, ինչ ասեմ չգիտեմ։ Ասում են ո՞ց, ասում են այո։ Ձեռագիր մատյաններ, մագաղատներ, չգիտեմ ընդեղ իկոնաներ, մասունքներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մայրաթորը Եզրասի, Աթեշան Արամի եւ Դադև Սրբազանի, որը Ռումինիայի թեմի առաջնորդն է, մանրից տարիներ շարունակ ամբողջ եկեղեցու եղած չեղած մագաղատ եւ այլն վաճառվում է լոնդոնյան աճուրդներում։ Ազգային անվտանգության ծառայությունը գիտի, պարոն Աբազյան։ Տերտերներ մեռանզանգելով ու այն հոգևորականները, որոնք այս թեման բարձրաձայնում են, ենթարկվում են աքսորի կամ արվում են կարգալույց։ Այնպես չի, մարդիկ չկան։ Ես հիմա ուզում եմ դիմեմ այն հոգևորականներին, որոնք որ արևս կորցնելու որոշի բան չունեն։ Հարգելի հոգևոր հայրեր, նույն տես կուլտուրական ես ձեզ դիմեմ։ Վարդան Ղուկասյանը, այո, ունի շատ վատ բառապաշար, շատ վատ։ Վարդան Ղուկասյանը անհավատ է։ Վարդան Ղուկասյանը իրերը չի կոչում գրական անուններով, իրերը կոչում է այն անուններով, որոնք որ ավելի հասանելի են հայությանը։ Դուք, ես չգիտեմ, հոգևորական դառնալու համար երթում տալիս են, թե չեն տալի, բայց պիտի որ տան, ըստ ինձ։ Դուք երթում եք տվել Աստծո առաջ, դուք օծվել եք մեռոնով, ճիշտ է, որ դուք պետք է պաշտպանեք քրիստոնեությունը, դուք պետք է պաշտպանեք կրոնը։ Դուք պետք է լինեք Աստծո խոսքը ժողովրդին հասցնողը։ Բայց ձեր շարքերում կամա թե ակամա կան այնպիսի մարդիկ, որոնք օգտագործելով խաչը, կտակարանը եւ ամենասարսափելին Աստծո անունը պղծում են, թալանում են, կեղեքում են եկեղեցին եւ դուք դրա վկաներն եք։ Դուք հոգեվորականներով դրա վկաներն եք, քանի որ տեսել եք, լսել եք, ֆիքսել եք, արձանագրել եք, բայց լռում եք։ Ինչի եք լռում։ Ինչն է պատճառը, որ դուք լռում եք։ Դուք ճիշտ է, ձեր բողոքը հասցնում եք հանրային ձայն, բայց ես ուզում եմ, որպեսզի հանրային ձայնով ոչ թե Վարդան Ղուկասյանը դա պատմի։ Ես ուզում եմ, որ կոնկրետ հոգևորական, թեկուզ եւ կարգալույց արված, որովհետեւ եթե դուք թեման բարձրաձայնել եք, դուք դարել եք կարգալույց։ Այս թեման բարձրաձայնի եւ քրիստոնյա հավատացյալ ժողովուրդը հասկանա, որ Վարդան Ղուկասյանի հանրային ձայն հաղորդաշարը, կոպիտ ասած, այսօր իրականացնում է աստվածահաճո գործողություն։ Ինչ որոշակի հոգևորականներ ասում են, թե քո մեջ ուժ ա դրել Տեր Հիսուս Քրիստոս, որ դու կարողանաս այս բոզի տղեկի կերպարը բացել, չնայած դու չես հավատամ։ Բայց եթե նույն հոգևորականները, նամանավանդ ասենք Ռումինիայի, Իսրայելի, Հայաստանյան եկեղեցիներ, որոնք տեսնում են, վկան են այս հանցագործ, ինչու եք լռում։ Եթե դուք ձեր հավատացյալ եղբայրներին քարոզում եք անդրշիրիմյան կյանք, որ գիտես ինչ, մեռնելուց հետո կա դրախտ ու դժոխտ, եւ Աստծո դատաստանի առաջ պիտի կանգնեք, բայց եթե դուք հավատացյալ հոգևորականներ եք, դուք որ վաղը մյուսօր մեռաք, եկաք հասակ երկնային գրասենյակ, Քրիստիկի դրան դեմը, Քրիստիկն ասես մտի, Տերես ինչ, մտար, Քրիստիկը հարց է տալու, հրեշտակի ներկայությամբ, գափոյ, ասելու է տղա ջան, ընկեր ջան, չգիտեմ ես ինչ ջան, դու տեսել ես ձեռագիր մատյանների, մագաղատների, ես ինչի, մասունքների, վաճառքը, գողությունը, կեղծիքը եւ այո, ինչու չես բարձրաձայնել, չէ որ դա Աստծո հարստությունն էր, ինչ ես պատասխանելու, ընկեր հոգևորական, ասելու ես վախեցա,
բայց չասի հելի սիկտիրերի դժողք։ Չէ, տրամաբանորեն։ Հոգևորականը վախենալու ունի միայն Աստծուց։ Աստծուց, ես խոսում եմ ձեր բառերով, այլ ոչ թե Գարեգին Բոզի տղուց կամ Եզրած Ագարկի տղուց։ Եվ այսօր որ ես ստանում եմ այս հանցագործների անուն ազգանունները, որոնք թալանը կեղեքում են եկեղեցին, ես նույնիսկ ուղղեմ ես Աստծուց չեմ հավատում։ Բայց այն ինչ որ եկեղեցունն է, ազգայինն է, կրոնականն է, հայինն է, հայկականն է, պիտի մնա հային։ Այլ ոչ թե վեկալեն սաղցը, պաստորն ես բոզի տղեքի ձեր եթե ատոմային բոմբլնի, ոչ եմ կնոպ կեն, էդ էլ կծախ է։ Մեզ ատոմային բոմբ պետք չի, կծախ են Պարսկաստանին, չգիտեմ, ընդեղ, հետում ասես, Աֆղանստանին և այլն։ Որտեղ ամեն ինչ այս բոզի տղեքի մոտ ֆինանսական է, փող, մանի։ Երուսաղեմ։ Եվ ակամայից հիշեցի հայտնի ֆիլմ, որտեղ Սալահադինին հարց են տալի, Աշտո для тебя Երուսալիմ, для меня Երուսալիմ ничто։ Այնոնիկ ես եմ ասում, для меня Երուսալիմ ничто, еврейская մուտիլովկա։ Բայց քանի որ այդ մուտիլովկի վրա մարդիկ փողեր են աշխատում, եւ դա ինչ-որ մի բանի արից ներկայացմա տուրիզմայի սայնային է, ես դեմ եմ, որպեսզի դա վաճառվի։ Եվ պարոն Աբազյան, փոխանակ ազգային անվտանգության ծառայությունը, եթե նման ուղեղով օպերներ ունես, կարողանան օպերատիվ տեղեկատվություն ստանան Գարեգինի շարժից, Եզրասի Բոզի տղություններից, այդ ձեռագրեր, մեռագրեր, մասունքներ եւ այլն, նկարներ, բավականին լուրջ նկարների բանկ, այսպես ասած, ունի Մայրաթորժմիածինը Սուրբ։ Սարյան, չգիտեմ ընդեղ Մայրան, Արշիլ Գորկի, տուդա։ Մեզ տեղեկությունները հասնում, որ նկարները, բնօրինակները վաճառվել են Լոնդոն, պատենդը մնացել է եկեղեցում, այսինքն բերել են մի հատ բեսամլավ նկարիչ, դրել է Այվազովսկյան նկարը, Սայրան նկարը, Արշիլան նկարը, Գրողուսեր Ցավա նկարը, նույնությամբ վտոչ, բնօրինակը բիզիմդիր, այդ նկարը կախել են, ասում են խտրեմ, Սարյան և այլն։ Դու նման ինվորմացիա ունես, գիտեմ, որ ունես, գնացել ես հետևից, ոչ, փոխարենը հսկում եք Արտակ Կալստյանին։ Ման ես գալի կլոր սեղանից, ով այնց ինվորմացիա տալի, դու ես տալի։ Հայտարարություն։ Եվ ես ուզում եմ ես այդ հավատացյալներին հարց տամ։ Հարգելի հավատացյալներ, ինչպես է գնահատում Մայր Աթոռ Սուրբ Էժմիածնի վերադաս հոգևորականության վարքը եւ բարքը։ Եկեղեցու գանձերը եւ այլն։ Ես ասել եմ իշխանության գալուն պես, իմ պաշտոնին գալուն նստելուն պես, ամենաառաջին այցը շներով, սպեցնազով, վերտալոտով, չգիտեմ ընդ զրահապատ մեքենաներով լինելու է Վեհարան։ Այն որ ոնց որ ասում է Բադեյան Արմենը, դո յեդինի կաչին էլ վերցնելու եմ հետս, որպես սեռական պատժիչ օրգան։ Առաքելյան Արմեն։ Շուշան Պետրոսյանին էլ անձամ խնդրելու եմ, որ գա, այս երկու հրաշալի անձանցով մտնելու են Վեհար, որ տերտերած սկսես տինտիրիտ անել, կամ Շուշանը սա ծծծանամ, կամ կաչը։ Ճիշտ է։ Շուշանս կերքի, կաշը կծծծնի։ Ամբողջ հաշրապահությունը հանվելու է ջրերից։ Եվ վերջի ժողովուրդը պիտի հասկանա, կհասկանա ինչ ունի եկեղեցին, ինչերի է տիրապետը, ինչ ֆինանսական բյուջեի վրա է նստած, ու կպարզվի, որ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունից 10 անգամ ավելի հարուստ է։ Բայց ամբողջ հարստությունը բաժանված է այս բոզի տղեկի մեջ։ Եվ վաղը մյուս օր, երբ որ երկրի հետ մի բան պատահի, ես կորցնեմ պետականություն, սրանք յանց կապիտալը վեկալելու են ու գնան։ Goodbye my love։ Որին որ ձգտում են։ Այս երկու բոզի տղա աղբրտիկը։ Հիմա սրա մեռնելուց հետո, եթե սատկավ, Եզրասաս պիտի ընտրվի ամենայն հայոց կաթողիկոս։
Պոզիտիվությունը շարունակելու է սա։ Շուշան Պետրոսյանի սեռական շրթերը դնեմ երկուսիդ բերանը։ Մի բիլթը քո բերանը, մյուս բիլթը քո բերանը, ծլիգնել ուրա։ Նուրհան Մանուկյանի բերանը։ Շուշան Պետրոսյանի ծլիկը այնքան պիտի ծծեք, դլելով հանես, որ ընդից մերոնը գա։ Դու մերոն կարեմ է չէ արտադրես քո մեջ։ Տաղանդավոր կին։ Մերոնատար անոտ։ Կոլբա։ Ես դիմեցի հոգևորականներին, հուսամ շատ արագ որոշակի հոգևորականներ, որոնք որ իրոք իրենց զգում են պատասխանատու Աստծո առաջ, անպայման կապի դուրս կգան հանրային ձայնի հետ։ Մի րոպե։ Անպայման։ Եվ հուսամ, որ Արգիշտ Քարամյանս, որպես քննչական կոմիտեի ղեկավար, այդտեղը սիրունացել է այսօր վիզա դզվերա, անպայման կհամագործակցի հանրային ձայնի հետ հոգևորականներին ծածցնելու համար, չէ, Արգիշտ, դու սիրում ես հոգևորականներին, այսօր այս կանում, շնորհակալություն, հաջողություն։